Շարունակվում է մեր եթերը և 1992 թվականին Գաբրիել Սունդուկյանի Պեպո պիեսի բեմադրությամբ բացվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, որը այն ժամանակ կոչվում էր առաջին պետական թատրոն և որին շատ հաճախ բոլորս ասում ենք մայր թատրոն։ Մեկ դարից ավել մայր թատրոնը իր դռներն է բացում հանդիսատեսի առջև։ Եվ հիմա մենք զրուցելու ենք մեր հաղորդման այսօրվա առաջին հյուրերի հետ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Արաքսա Մելիքյանն ու Անդրանիկ Զաքարյանի հետ։ Նրանք նաև համատեղությամբ ամուսիններ են։ Համատեղությունը լավն է։ Բարի լույս։ Նախ շնորհավորում ենք։ Շնորհավոր նաև ձեզ, բոլորիս։ Շնորհակալություն։ Իսկապես թատրոնը միայն մարտի 27-ը չէ տոնական, որ սկսվում եւ ավարտվում է, յուրաքանչյուր լավ աշխատանքային օր տոնական տրամադրություն է իր հետ բերում թատրոնում, երբ ապրում ենք այնտեղ։ Այսօր որոշել ենք մեր բոլոր հյուրերին հարցնել. թատրոնը սեր է, թե գիտակցված որոշում։ Քո կյանքն է։ Եթե դու թատրոնի նվիրյալ ես, նույնիսկ կապ չունի դերասան ես, թե թատրոնում աշխատում ես ինչ-որ, չգիտեմ, հանդերձարանում։ Եթե աշխատում ես, ել չես կարողանում կտրվել այդ գործից։ Թատրոնը այդ դառնում է քո կյանքը։ Այսքան սիրով ես անում, ամեն դեպքում ինչ-որ սիրո հետ կապ ունի։ Սիրով որոշում։ Ինձ համար նաև կա սեր միանշանակ, ինչ որտեղ էլ նաև միսիայի պես մի բան էլ կա։ Հիմա ոչ թե ես միսիո բան եմ, գրող եմ ինչ-որ բանի, չէ, որովհետև այն պայմանները, որը որ ունի թատրոնը, շատ քիչ մարդ կա, այս նորմալ մարդիկ չեն համաձայնի ոչ մի դեպքում աշխատել այդ պայմաններում, այդ նշանակում է, որ ինչ-որ մի բան արդեն քեզ այլևս ունեցա կապել, այդ միանշանակ սերն է լինում, որ այլևս չես ուզում փոխել քո կյանքի ձևը, ասում ես ոչինչ, ինչ-որ զրկանքների մասին, չգիտեմ, չեմ հասկանում ինչի է այդպես, բայց ցավոք սրտի մենք դեռ այդ ժամանակներում ենք, որ թատրոնը դեռ մի փոքր զրկանքներ ունեցող մարդկանց տեղ է, որովհետև հետաքրքիր ապրելակերպ է։ Բայց միևնույն ժամանակ բարդ դեռ կհասցնենք դրա մասին խոսել։ Իսկ ձեր սերը ծնվել է թատրոնում, թե Լսարանում։ Թատրոնում չի ծնվել։ Եվ տեղափոխվեց թատրոն հետագայում։ Մի քիչ պատմեք, դժվար չէ անդադար իրար հետ ստեղծագործել։ Դե ինչ որ կետից մենք այլևս բաժանվեցինք, հա, ստեղծագործական իմաստով, մենք գնացինք, ես ուրիշ ջրերում եմ ձկնիկներ բռնում, ինքը ավելի կայուն, ինքն իր մեծ գետից է ձկը դեռ բռնում։ Չէ, իհարկե, մի քիչ դժվար է անընդհատ նույն տեղում, համ տանը, համ գործի տեղը, իրոք դժվարություն կա։ Զուտ այն իմաստով, որ թեմաները սկսում է միապաղաղ լինել նույնը, արդեն դու գիտես անգամ կարծիքը, հա, ինչ է ասելու, այդ մի քիչ բերում է չգիտեմ, մի քիչ վատ է, բայց երբ որ այլ ճանապարհ կա, այլ ուղղություն, ես գալիս եմ արդեն ուրիշ փորձով եմ կիսվում, անդիմացարը ստեղես ինչ է, արդեն նորից հետաքրքրանում է։ Ուստի ես այդքան էլ խորհուրդ չէի տա, որ մարդիկ համ տանը, համ աշխատանքի վայրում իրար հետ լինեն։ Այդ նաև հետո բերում է իմ կարծիքով զուտ, ասենք եթե ես ինձ թույլ կտամ ինչ-որ բան շատ ավելի բան պատասխանել, ինչ-որ հարցի շուրջ արդեն զսպում եմ ինձ, որովհետև գիտեմ, որ այս նույն թատրոնում աշխատում է նաև իմ ամուսինը, որը նաև պատասխանատու է քեզ համար, ասենց ինչ-որ կապող բաներ կան, որոնք դժվար է դերասան ամուսին ունենալը։ Եվ հա եւ չէ։ Հա, որովհետև ինքն էլ է ուզում, որ դու ասես դու ֆանտաստիկ ես, լավն ես, ինչ լավ ես, այնքան ինչքան որ քեզ դու դրա կարիքն ունես, իսկ ուրիշ մասնագիտության տղաները մի կարծում եմ, այտենց չեմ, որ դու ասենք ինչ լավ խադավիկ ես, ինչ լավ ձգեցիր, չէ, չեք ասի, չգիտեմ, չեմ կարող ասել։ Երբեք այդ լավը լսելու կարիքը տենց չեմ ուզել իրանից լսեմ ու հիմա ինքը շուրա տալին վրա, իսկ երբ ինքը գալիս է ներկայացումից տուն, գիտես ինչ լավ անցավ, գիտես ոնց անցավ կամ դու չես ասում անդու։ Հարցնում ես, ասում ես լավ անց, ես էլ ասեմ հա լավ։ Դու չես հարցնում անդու։ Չէ։ Այ հիմա հասկացաք ինչու չկա։ Ես կարող եմ իրան խոսում եմ ինքս իմ հետ, գնում ես թեմայի մեջ։ Okay, Ես իրան խոսում եմ, ոնց լավ անցավ, բա դու գնում ես թեմայի մեջ։ Okay, շատ լավ։ Իսկ առօրյա կենցաղային փոքրիկ վեճերն են ավելի բարդ անցնում ձեր տանը, թե աշխատանքային քննարկումները։ Աշխատանքային քննարկումները։ Ավելի ծանր եք տանում այդ դեպքում։ Ով է առաջին քայլը հետո անում։ Չենք անում որևէ ոչ այս կողմով ոչ այն կողմ սովորական ապրում է։ Շարունակում եք կենցաղավարություն։ Ոնց որ մի տեսակ այն տեսել եք այն շունիկները որ հա անդադար հաչում է։ Երկուսս տենց։ Այնքան են կռվել իրար հետ, որ արդեն բարիշելու կարիք չկա հաշտվելու։ Որովհետև գիտենք որ շատ չենք կռվել։ Հետո մոռանում ենք որ կռվել ենք։ Պատահաբար իրար հետ խոսում ենք, հետո ասում ենք, բայց մենք չենք կռվել իրար հետ։ Ինչ կա թատրոնում, որ
չես գտնի կինոյում, սերիալում։ Հանդիսատեսի ներկայություն, բացարձակ, հենց այդ պահին, որը քեզ արձագանքում է, հենց կենթանի արձագանք, այո, որովհետև կամերան ստոպ ունես, երկրորդ հնարավորություն ունես, երրորդ մնացած բոլոր տեղերում, նույն էլ կրկնօրինակման մեջ էլի դադարի հնարավորություն ունես, բեմում չկա այդ հենց այդ պահին կամ ադրենալինը կրկնապատկվում է։ Միշտ։ Այդ այն ճակատամարտն է, որ կամ հաղթում ես, կամ պարտվում ես, ուրիշ բան չկա։ Եղել է ճակատամարտ ներկայացման տեսքով, որի ավարտից հետո հասկացել եք, որ այսուհետ թատրոնը այլևս նույնը չէ, ինչ նախկինում, որովհետև հաղթանակը այդքան ուժեղ է եղել։ Կերպարը կամ ընդհանուր ներկայացումը։ Հաղթանակը ուժեղ լինի, այսինքն մեր խաղացածը ուժեղ։ Ձեզ համար տարբերվող է եղել։ Չէ, որովհետև գիտեք ոնց անընդհատ սպասում ես մեկ դերասանը իր տեսակով անընդհատ սպասում է նոր կերպարի, նոր դերի ու անընդհատ ինքը գիտի որ գալու է դեռ ավելի լավը։ Չգիտեմ, կան բաներ, որ մտածում ես վատ չստացվեց, լավ դեր էր, լավ դերակատարում էր, լավ ստացվեց ինձ մոտ, բայց մեկը դու սպասումով ես լինում, որ նոր դեր ստանաս, նոր դերի վրա աշխատես։ Օրինակ Լենինգրադի ծափահարությունները Սանտ Պետերբուրգի քո կյանքում բան չփոխեց։ Որ ներկայացումներ։ Ահա, Թրիչք կկվի բնի վրայով ինքը համեստություն է անում, որովհետև ինչու եմ այդ ասում, որովհետև ռուս հանդիսատես է, лезу չգիտի какой там արմենին։ Ինքը գալիս է ունենց ծափահարություններ է գնում, որտեղ որևէ մի հայ անգամ չկար դահլիճում։ Ես միշտ ես ինքս կուլիսներից իր համար ասեցի, իմ կարծիքով իր համար սա պիտի ուրիշ տեղ տանի, չեմ ասում մեծամտանալու, բայց լավ էլ ինձ կողմում ես։ Ինչ որ բան ամեն դեպքում դերասանական էգոն շոյվում է դրանից հետո, չէ։ Հայաստանում էլ իհարկե անխոսք, ամենափոքր հանդիսատեսից մինչև ամենածեր, հենց իր համար ես աշխատում։ Օրինակ ես ունեմ բացասական փորձ, որի այդ ինձ համար պրավալ էր այդ ներկայացումը եւ դրանից հետո ասացի, ես երևի այլևս կորցրել եմ իմ ունակությունները այդ բեմի հետ կապված, բայց չէ, փառք Աստծո, ուղղակի հավաքվել էր պետք։ Խոսենք մի քիչ կերպարների մասին, որ խոսեցինք Թրիշկեկվի բնի վրայով ներկայացման մասին։ Հիշում եք ձեր բոլոր խաղացած կերպարները կամ որն է ամենասիրելի կերպարը, որ խաղացել եք։ Ես բոլորը հիշում եմ, ամենասիրելի չեմ կարող ասել, կա ավելի որի վրա ավելի շատ եմ աշխատում։ Այդ տենց ներկայացումներ կա, բայց ավելի սիրելի կամ պակաս սիրելի բոլորն էլ իմն են։ Մի երեխուդ քիչ է սիրում, մեկին շատ չէ, սիրում ես։ Ուղղակի կա երեխա, որը մի քիչ ավելի դժվար է տրվում, որի ավելի շատ ուշադրություն պետք է դարձնես, որը պահանջում է ավելի շատ ռեսուրսներ։ Այդ ուրիշ բան։ Իսկ ձերը։ Հիշում եմ բոլոր կերպարները, ժամանակ առ ժամանակ կարոտում ես, ասում ես կուզեի հիմա խաղայի։ Ժամանակ առ ժամանակ մտածում ես, որ հիմա ուրիշ կերպ խաղայր, ուրիշ կերպ մոտենայր, որովհետև կյանքը անընդհատ փոխվում է, ու դու էլ ես փոխվում։ Գիտեք, մի հատ հարց տակ հիմա ինձ, ես այդ հարցին պատասխանեմ, հնարավոր է որ 3 ամիս հետո այդ նույն հարցը տակ ինձ, բայց ես պահիտակ ուրիշ կերպ պատասխանեմ։ Այդ նույն զգացողությունը կա նաև դերերը խաղալուց, որ մտածում ես, որ հա, հիմա կարող է ուրիշ կերպ խաղայր, հիմա ուրիշ մոտեցում ունենայր, ասելիքդ կարող է ուրիշ լիներ այդ նույն կերպարի մեջ։ Վերջերս կուլիսներում Արմեն Մարությանին բռնել եմ, այսպես ասած, ասում հիշում եք այն կերպարը ինձ իրար հետ խաղում են Կովկասի կավճե շրջանը, ասենց որ բալ ես ասում եմ, թեկուս հենց 31 եք ասեմ ճշմարտությունը ու գնաց մոնոլոգը, այս հենց այդ Հանգստացի բոլես։ Այ տենց կարոտել ես հասկանում եմ, որ այդ պահին գուցե չես գնահատում դու ինչ ունես, ինչ ես ստացել, բայց հետո անցնում է տարիներ, ամեն ինչ նորմալ է, ճանապարհը, կյանքը շարունակվում է, բայց հետո ես հասկանում, այդ ինչ մասշտաբի կերպար ես խաղացել, ոնց ես խաղացել, բա ինչի՞ չես այտենց ոնց որ ավելի շատ գնահատել, քան այդ պահը։ Ու այնքան շատ անգիր ենք սովորել, որ ասենք մի օր դեղի եմ ձեզ ասում, դուք էլ գիտեք, այնպես է լինում, որ կյանքում մեկ էլ մի հատ նախադասություն ես ասում, ասում ես որ ներկայացումից ասեցի ես։ Շփվելուց ինչ որ մեկի հետ խոսելուց, բանից մի հատ նախադասություն կարող ասես, բայց ես ինչ որ միտեղից էր, ինչ որ միտեղ ամբողջ օրը մտածես իրիկունը քնելուց գտնում ես։ Ու հիշում մոնոլոգները հատկապես։ Ու ես ասում եմ, մեր շրջապատում արդեն մարդիկ որ արդեն ճանաչում են, հասկանում են, որ չէ, դերակ բան անում, ասենք, այն մեկի չգիտեմ ինչ, ասեց, այդտեղ ապացույց է պետք, ասում եմ, ապացույցիր ասածը տապալով չկատեն ինչպես մի զրպարճի հենց։ Վայ։ Հա, լավ, ու արդեն զոր մարժեցնում ենք։
մենք շատ հաճախ նույն շփման մեջ երբեմն հայկական ֆիլմերից հատկապես մեջբերումներ ենք անում ու առանց որևէ բանի արդեն գիտենք, որ ֆիլմից ինչու ենք հենց այդ հատվածը հիշում։ Կա ինչ-որ ներկայացումից հատված կամ սիրելի կերպարի մեջբերում, որ շատ հաճախ տանը անում եք ու երկուսդ գիտեք, գաղտնի շփման ձևն է դա ձեր։ Չէ, տենց գաղտնի շփման ձև չկա, բայց երբ մտքիս մեջ ինչ որ դեր եմ կրկնում, ինքը գիտի որ ներկայացումից միմիկաներից թեկուզ կարող պատահաբար ձեռի շարժումը կամ քայլվածքը կարող է այդպես լինի, բայց հոգու հետ խաղում եմ ու ասում եմ այս դերն ես կրկնում հիմա մտքիդ մեջ այս հետ շատ է վրա սկսում ջղայնանալ ափերից դուրս է գալու բան այդ տենց չի ես sense միակ ձևը այդ չպիտի կոնֆլիկտի մեջ մտնես մի հատ այդ կկվի մեջ sense է չէ ձերքնից ինչ է Adekvat չի, սրա չես կարող կառվես։ Խոսենք նաև երեխաների մասին։ Արդյոք հեշտ է նրանց ապրել ձեզ հետ։ Ոչ։ Որովհետև կարծես ձեր տանը անդադար փորձել են, թատրոնը փոքր տարբերակով դուետի տեսքով տեղափոխվել է տուն։ Ոչ։ Ինչ բողոքներ կան երեխաներից։ Որ մենք տանը չենք լինում, իրանք մենակ են մեծանում։ Իսկ երբ որ մենք գտնում ենք ազատ ժամանակ, որ ասում ենք հիմա եկեք գնանք քաղաքից դուրս կամ բան, փոքր ժամանակ տենց շատ հեշտությամբ տանում ենք, մեզ թվում էր թե իրանք շատ հաճելի է, բայց որ հիմա մեծացել են, ամեն մեկը իր ընկերներն ունեն իրանք, չգիտեմ, աղջիկից իր ընկերուհիները, իրանք շրջապատը, արդեն մեզ հետ չեն ուզում դուրս գան, ինչ որ միտեղ գնալու, ասում են դուք գնացեք, մենք գործ ունենք, ոնց թե դուք գնացեք միասին պետք է գնանք, 4-ով պետք է գնանք։ Չէ, դուք գնացեք, մենք գործ ունենք։ Ամեն մեկը մի գործ գտնում է։ Ու գալմաղալա մինչև տնից դուրս ենք գալիս իրանց վերցնելով։ Հասնում ենք մեր ուզածին։ Կաշառում եմ սնունդով, ստեղ ես ուտենք, ստեղ ենք ուտենք, ընդեղ ենք ուտենք։ Իսկ ներկայացումներին ձեր բնականաբար գալիս են դիտում են, չէ՞։ Ոչ։ Ոչ մի բնականաբար։ Եթե նոր ներկայացում լինում գալիս են, բայց որ գան անընդհատ նույն ներկայացումն Չէ, նույնը չէ։ Անգամ երբ առաջին անգամ են տեսնում։ Չէ, էլի պրեմիերա կար, ասում չեք գալի, չէ, ասում հետաքրքիր չի, ինչ եմ խաղում։ Չէ, բայց չեմ էլ զորում, որովհետև հասկանում եմ, այդ իրանց մղումը պիտի լինի նոր բան տեսնելու կամ։ Չէ, նենց չի որ դա 100%։ Այս մասնագիտությունը չեն ընտրելու։ Ընտրել են։ Ընտրել են։ Հետաքրքիրն է դա է։ Դրա համար չեն գալիս նայելու, էլի։ Չգիտեմ, որ ընտանեկան վեճերը քառակողմ չդառնան, ստեղծագործական։ Ես մեկ ինչա դառնալու։ Անդ արդեն արի մենք գնանք թոշակի, այնտեղ տուն կամ։ Հյուրասենյակում կլինի փորձասենյակը, այդտեղ փորձենք։ Հա, ոնց որ թե գալիս են մեր գծով, բայց տեսնենք էլ առաջ աստված ոնց կորոշեն։ Մի տարի առաջ կամ 2 տարի առաջ մենք լրիվ ուրիշ բան էինք մտածում, փոխվեց։ Բայց դեռ փոփոխական շրջանն է։ Դեռ Թատրոնները այսօր դերասաններին, հատկապես մեզ մոտ Հայաստանում, տալիս է այդ հնարավորությունը ազատ աշխատանքային շրջագայություն ունենալու տարբեր թատրոններում, նախագծերում, ֆիլմերում։ Արդյոք սա օգնում է դերասանին աշխատել այլ ռեժիսորների հետ, ստեղծագործական այլ կազմերի եւ ինչ է տալիս։ Ես խոսեմ այս մասով, որովհետև մեր տան մեջ առաջին այդպես մեծ քայլը ես արեցի, որ դուրս եկա, հա, հիմնական աշխատանքային այսինքն ուրիշ առաջարկներ վերցրեցի, ես շատ ուրախ եմ, որ նման հնարավորություն եղավ, որովհետև մենք նոր էինք եկել թատրոն, երիտասարդ ենք, մոտ 10 տարի շարունակ դեռ են հին օրենքներով էր, որ որևէ մեկը որևէ աճ ձախ չէր կարող գնալ, ասեմ ինչու, նախ նոր մարդիկ, նոր շրջապատ, նոր մոտեցումներ, սկսվում է տեսադաշտը փոխվում է, դերի հետ մոտեցումն ու արագությունն էլ է փոխվում Այստեղ երևի կարծում եմ կտուժեն մենակ մեր հենց հիմնական թատրոնները, որտեղ որ գրանցված աշխատում ենք, որովհետև խաղացանք եւ ռեպերտուար պահելու եւ կազմելու մեծ խնդրի առաջ ենք կանգնում։ Այն ժամանակ ոնց դրած է եղել այդպես։ Հիմա ամբողջ օրը այդ բանակցություններն են, որ ես իմ զբաղված օրերն է, գրաֆիկներն է, բայց այլ կերպ հնարավոր չի, ժամանակները փոխվել են։ Եվ հին ձևով չես կարող մոտենալ այս արագ դարում, հա, այս 15 վայրկյանանոց դարում ուրիշ ձև հնարավոր չի։ Այդ նաև կարծում եմ վերաբերվում է դերասանին։ Այս վերջերս միտք էի լսել, որ այս արագության մեջ կորում է որակը, որ այսինքն մաշվում գնում են դերասանները։ Մի փոքր կարծում եմ այդ երկկողմանի է այդ կարծիքը, որովհետև չէ, իմ կարծիքով շնորհքով մարդը ուղղակի արագություններն է փոխում ավելի արագ աշխատել եւ ավելի пассив նույն դանդաղ ընդեղել վատ կերևար այստեղ է իսկ նույն արագը համենտեղ մի խոսքով
Ես այդպես չեմ կարծում։ Իմ կարծիքով այս մասնագիտությունը կենտրոնացման մասին է։ Դու պետք է ուղղակի չրտիկդ արագ միացնես, այստեղ հիմա այսքանն ես անում, այստեղ այսքանը։ Իսկ եթե շլիապ-լավ եղավ, այդ բոլոր տեղերում Ամեն ինչ կխառնվի իրար։ Իմ մոտ մի փոքր այլ է, որովհետև ես սիրում եմ մի գործ ավարտեմ, վերջացնեմ, հետո մի քիչ հանգստանամ, հետո անցնեմ մյուս գործին, որ հանկարծ իրար չնմանվի։ Ես շատ կոմպլեքս ունեմ, որ այս մի դեր է մյուս դերին չնմանվելու, ես անընդհատ դրա վրա երևի թե աշխատում ու եթե մի քանի տեղ sense բեմադրությունների մեջ չնեմ, ես կլարվեմ շատ։ Այնքան եմ անում, ինչև մեկը վերջացնեմ, մյուսին ասում եմ ազատվել եմ ես։ Ես ուղղակի ճիշտ զարակներում եմ դասավորում։ Ես հասկանում եմ ինչ նկատի ունի։ Ժամանակ եղել է, որ ամբողջը խառնվել է իրար, հատկապես երբ որ ճիշտ չես գնահատում քո ուժը եւ քո հոգնածության աստիճանը եւ բոլորը ավելին ես տալիս։ Հա, ու մեկ է կտեսնես այդ մի ամսում գրեթե բոլորն էլ փչացրեցիր։ Հենց այդ պրավալի մասին է խոսում։ Բայց երբ որ կարողանում ես ճիշտ դարակներում դասավորել, որ հիմա այ այսքանն է 1 օր տրամադրում եմ միայն սրան, այնտեղ կես ոդկով։ Ու ամեն ինչ սկսում է հարթ գնալ։ Ընդամենը ճիշտ կառավարելու մասին է։ Բալանսավորել է ամեն ինչ։ Դարակների մեջ։ Դարակների Դա էլ նոր բան։ Ուղղակի ձեզ մոտ մի դարակ է, Ալեքսանդր։ Այո, դու Մեծ դարակ է։ Չէ, ես էլ տարբեր տեղեր եմ աշխատում, բայց դարակներ չունի։ հստակ կենտրոնացած երբ որտեղ է։ Տղամարդկանց ուղեղ այդպես է, չէ՞, որ ինքը միշտ մի ուղղությամբ աշխատում։ Մի ուղղությամբ։ Կանայք սենց են Ավարտեց առավոտ լուսովիկյան սիրելի։ Մեկը չեմ նեղացնում, բայց այդ փաստա դուք անում եք մեկը եւ որակով, մեկ անում եք Իսկ դա վատ է։ Շատ լավ է։ Դրանք մեկ անում եք բազում եւ էլի որակով։ Մենք լռենք Խնդիրը լավի եւ վատի մեջ, չէ։ աչքերի մեջ հասկանանք։ Պարզապես տարբեր մոտեցումներ մեկ աշխատանքի։ Եվ գազիջը։ Լավ բրծա։ Շնորհակալություն։ Մի ամսակի կապակցությամբ։ Շնորհակալություն։ Եվ իհարկե վստահաբար դուք այս տարիների ընթացքում անդադար պատասխանել եք այն հարցին, թե ստեղծագործելը բեմում միասին։ Երբ մեկ ներկայացման մեջ դուք երկուստ էլ զբաղված եք եւ դուետով եք հանդես գալիս։ Այդ փորձառությունը ինչպիսին է։ Մի կոմերցիոն ներկայացման մեջ երկուսով խաղացինք եւ հաջողված եղավ։ Բացի դրանից հիմա էլ ենք աշխատում նոր նախագծում, որ Բայց այդ մեկը շատ լավն էր։ Ես անբարոյական էի խաղում, պիտի տեսնեք ինչ տեքստեր էր ինձ ասում, ի սրտե ինչ կար մտքին։ Ես նայում եմ ասում եմ տուն ենք հասնելու, չէ՞, հələ տուն Դրա ենք հասնելու։ նախապատմությունը ավելի լավն է։ Անբարոյական դերասանուհի ենք ման, ոչ թե անբարոյական, այլ անբարոյական դեր խաղացող դերասանուհի ենք ման գալի։ Այդ նստածներով ես ասացի, այնա տարածից լավ անբարոյական, մի րոպե սպասես։ Ու ինձ զանգ ատում, ես գիշեր եմ ասում եմ ասա Անդո, լսի մի հատ, դե անուն ողջույն։ Անբարոյական եթերային բառն եք ասում, դուք մտածեք ոչ եթերային բառ, ես խաղալու սենց ման։ Մի ձեռես առնում են, սենց ամ, չէ, լրիվ լուրջ եմ ասում, ես թված սենց պրանկ են անում, տղեկով հավաքվել է։ Ասի հա, լավ, հա, օքո հասածնա, երբ որ եկա պիեսը տվեց։ Պատկերացնում եմ արդեն։ Հարակցից լավ։ Հա, հետո ռիսկն է, ուրեմն այնտեղ սենց գայթակղելու տեսարան կա այդ իմ մյուս գոլեգային։ Դե դու կողքը տաբուց անես, հա ինչքան էլ դերասան եք, ինչ որ է, նայում, Ամեն չէ։ դեպքում պատմություն է։ Նայում եմ, եկես էս ամ։ Արխային, ավելի ռիսկով, այտենց քո դերի մեջ, ասում եմ, նայ, դու ես ասել, դու չասես։ Այնքան տղաս եկել է ներկայացումը նայելու, սենց որից պոպ հավոր։ Մաման այդ բանը մի քիչ։ Այն աշխատանքի մեջ խանդել չկա իրար։ Կա։ Կա։ Իսկ ով է ավելի շատ խանդում։ Ես։ Նորմալ է։ Մենք տղաները ուղղակի մի ուղղությամբ ենք մտածում։ Իսկ դուք միմյանց ներկայացումներ հետևում եք կուլիսներից թե դահլիճից, որն է ավելի հարմար։ Դահլիճից։ Դահլիճից չհանդիսատեսի։ Փորձերին բացարձակ։ Չէ, փորձին չէ, ներկայացումների ժամանակ։ Օրինակ թրիչ կկվի վրայով ներկայացումը քանի անգամ ես տեսել։ 2։ Երկուսն էլ դահլիճից, մեկը Պիծերում, մեկը Հայաստանում։ Մեկը Հայաստան։ Իսկ կա կերպար յուրաքանչյուր հակառակ կողմինը, որ ամենաշատն եք սիրում։ Օրինակ Արաքսի կերպարներից որն է ամենասիրելին ձեր համար։ Ամենասիրելին։ Մի քանիսն են եղել, չեմ կարող կոնկրետ մեկը ասեմ։ Մի քանիսն են եղել, սիրել եմ։ Պատվի համար Մարգարիտն եմ սիրել իրա։ Սիրել եմ իրա այս ներկայացման մեջ իշամեղվի մեջ փոքր կերպար ես խաղում Ռոզի, բայց լավն է։ Էլի կան Բեռնարդ Ալբայի մեջ Մարտիրիո, հա, վաղուց չեն խաղում, դրա համար ուզում եմ հիշել։
այդ դերն եմ սիրել եւ այս շղթայի մեջ այս կերպարն էլ շատ լավն է տեսել եմ իր շղթան նայել եմ երկու անգամ հա բայց ինքը ասում է երկու անգամ նայել եմ բայց ուրիշ բան պետք է ասեմ ինքը գալիս կուլիսից սկսում է ինձ խանգարել շուտ արեք Բայց առաջինը դա ասել երեխեքը մնացին գիտես ինչքան այդ ամբողջ ներկայացման ընթացքում ինքը կուլիսից սկսում է արագացնել հենց ասենք պատահաբար աչքս դեպի կուլիսին ինքը կանգնած եղավ սենց անում Այսքան արագ պետք է խաղամ էլի, արագ խոսամ ներկայացնել։ Այդ մի դեպք ա եղել անդապրպես։ Լավ էլի անդա։ Լավ էլի արած։ Մի անգամ ա եղել։ Իսկ հակառակը ում կերպար։ Հետո մի անգամ ավտոն էի խփել, եկել եմ ասում ավտոն խփել եմ դուրս արի տես ինչ ենք անում։ Կյանքում կուլիսում ինձ ծափ չի տվել, ինքը որ խաղում բրծում մի հատ է կուլիսում սա ստեցել ծափ տալի իմ համար։ Դու բոլորին եմ ծափ տալիս։ Անգամ էլ ավտոն էի խփել ասում եմ արի տես։ Անդրանիկը կերպարային հագուստով գրիմով դուրս է գալիս։ Կամո է խաղում։ Ինչ եղել։ Ավտոն եմ խփել։ Ես բան չի եղել։ Չէ, լավ ու Այդ ավտոն ու գմտել եմ արդեն բեմ հետո որ այդ ավտոն լավ չարտվել է։ Դե լավ դե անդո հիմա է քեզ բան։ Իսկ ես սիրում էի իր Ստալին էր խաղում։ Շատ լավ էր խաղում այդ դերը, շատ։ Այդ որ ներկայացումներ։ Վերնագիրը երկար էր։ Ռիչարդ երրորդը տեղի չի ունենա։ Հա։ Ռիչարդ երրորդը տեղի Չի ունենա, հա, որովհետև Ռիչարդ երրորդ եղել է։ Բեմադրել է Ռիչարդ երրորդ ներկայացումը, Ստալինը որոշում է կայացրել, որ պետքա պատժի։ Շատ լավ էր խաղում Ստալինի կերպարը, շատ։ Ոչ թե հենց իմ 90 Ստալին, չէ, դե վերաբերմունք ուներ, որ ես հիմա ծաղրում եմ Ստալինին, ոնց կարա լիներ, ես այդ դերը իր շատ եմ հավանել եւ Կուկուշկան եմ հավանել, բանն էլ, բայց վերապահումներով, ռնգեղջուրը։ Հա։ Աշխատանքն եմ գնահատել շատ, որով ինչքան ան նվիրվել, բայց ունեմ իմ կարծիքն նաեւ։ Ինչ մեզ թեմատվեցի Գիրգունը կռվել։ Բզեմ ասեմ, միշտ լմյատեն ինչ պատրաստ, չէ։ սիրելիներ։ Երբ կորոշեք, որ թեմաները վերջացել են, համեցեք Ինչպիսի նորությունների սպասենք թատրոնից, նոր ներկայացումներ։ Եվ ձեր անձնական արդեն այլ նախագծերից գուցե նոր ֆիլմեր կան առաջիկայում։ Չէ, ֆիլմեր չկան։ Ֆիլմ չկա այս պահին, բայց գուցե լինի, կարող հենց այստեղից գնանք ու զանգենք, Ու կլինի, թող լինի։ ու կլինի։ Բայց լիրարքա բեմադրությունն ենք միասին լինելու, բեմադրության մեջ ենք լինելու եւ ամուսինները խաղալու ենք։ Մի տենց զզվելով նայի, Հա, ամուսինները լինելու ենք։ Ռեգանի ամուսին, էլ ինչ կա։ Առայժմ այդքան է։ Ինքը թակավորի աղջիկ, ես թակավորի Կարող ենք Տամփեսա, բացել, սենց վիճակ։ որ կերպարն ես մարմնավորում արաքս։ Ռեգան։ Ես էլ տամփեսա եմ, փեսան էլ։ Դե լիրի փեսա։ Առայժմ այդքան է, իսկ մնացած աշխատանքներ կա, դասավանդում ունենք երկուսս էլ, կրկնօրինակումներ, իդեպ ասեմ բավականին շատ է։ Ուրիշ բան, որ ես ընթացքում որոշակի առաջարկներից սկսել եմ ոչ հասել սովորել, միշտ այդ բնավորությունը, ինչ գալիս է, անպայման ասա հա, հետո կհասկանաս, հետո տեսնում ես խեղդվել ես, ուղղակի ապրելու ժամանակ չի մնացել։ Հիմա որոշ ասենց ինձ ստիպում եմ, որ այդ մի հատ չեն ավելի հա արժի մի երկու բան կա կարողացել եմ ասել, չէ, չնայած բավականին մեծ նախագծեր էին ու արժեր որ լիներ, բայց այս պահին թատրոնը հաղթողի դերում է Սուպերմենի։ Ինչ լինում է բարին է։ Միանշանակ ես Եվ մենք վստահաբար կհետևենք բոլոր նորություններին, որ նաև պատմենք մեր հեռուստադիտողներին, հատկապես թե որ թատրոնում ինչ ներկայացումներով եք դուք ներկայանալու, որպեսզի մեր հեռուստադիտողներն էլ բաց չթողնեն։ Ես դեռ չեմ ուզում ավարտել մեր զրույցը, բայց առաջարկում եմ չխանգարել ձեզ։ Իսկ դա կարող ենք անել մեկ տարբերակով միայն, հայտնի թրենդը երևի տեսած կլինեք, եթե ոչ հիմա կասեմ օրենքները։ Ես գոնե չեմ։ Սա մի խաղ է, երբ հատկապես զույգերը, որ ել ավելի լավ են իրար ճանաչում կամ երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող գոլեգաները, այս դեպքում երկուսը մեկում, ասում են ես գոնե այսինչ բանը չեմ արել։ Ինձ ինձ է թվում, որ հատուկ ձեր երեկոն ել ավելի թեժ դարձնելու համար։ Ես այս մի բանը չեմ արել, ես գոնե այս մի բանը չեմ արել։ Այո, ես այսինչ բանը չեմ անում։ Օրինակ, Արաքսը կարող է ասել, ես ներկայացման ժամանակ այսինչ բանը չեմ արել, իսկ Անդրանիկը փոխարեն ասի, իսկ ես ներկայացման ժամանակ չեմ ասում, շուտ արի, գնանք տուն, երեխաները սպասում են։ Գոնեներից մեկը։ Այս օրինակը փոքրիկ հուշում։
Կարող եք հենց այդտեղից էլ սկսել եւ շարունակել։ Ու դուք ես լավ հարմարվում եք այսպես։ Ես ուզում հասկանամ ես գոնե ինչ սկսվում են։ Ես գոնե Ես գոնե ներկայացման ժամանակ չեմ խանգարում։ Հա, ես շատ պարտաճանաչ եմ փորձերին գնալուց։ Ես գոնե պարտաճանաչ Ես եմ։ գոնե պարտաճանաչ եմ փորձերի գնալու ժամանակ, իսկ ինքը շատ հնարավոր է որ փորձի գնալուց առաջ մեկ ասի, ես ուրիշ գործ ունեմ, ես չեմ կարող գամ ու նույն ռեժիսորի մոտ են գիտի որ խոսակցությունը գալու է։ Ու ասեք ինքը փորձի չի գալի, այդ խոսակցությունը գալու է իմ վրա, ուր է Արաքսյան։ Ես ասում եմ չգիտեմ։ Ուսես մնում եմ։ Ինչ ասեմ, հա։ Հիմա այս տարբերակով խաղալու ենք, բայց ավելի կարճ նախադասությունները ձևակերպել բաթլի նման։ Մեկը մյուսին հաջորդող նախադասություններ։ Ես գոնե Դու գոնե ինչ։ չեմ ծխում ու հարգում եմ, որ տան մթնոլորտը պետքա մաքուր լինի, իսկ այդքան բան։ Իսկ այդքան։ Դու ինչ չես հարգում։ Մեկը իմ տունն է ոնց կուզեմ տեցեք լինի։ Հիշեցնենք ծխելը վնասակար է առողջությանը։ ահա։ Բայց ես գոնե պատուհանը բացում եմ, չէ՞, մեկ-մեկ։ Ոչ։ Մեկ-մեկ ասեցի, չէ՞։ Չպետք չէ արդարանալ։ Պետք է ավելի ուժեղ հատագրող է։ Նս նայեցիր վրաս, բան եմ, սա մտքերիցս թռավ։ Իրականում մի վրա էլ Արաքսյան այնպես նայեց ես Ոչ, դու ասեցիր պարզամետ այսպես տղամարդիկ Չեմ ասացել մի ուղղությամբ։ Պարզապես տղամարդիկ։ Հիշեցի ես գոնե։ Ես գոնե մեկ-մեկ ասում եմ երեխեքին զանգել ես։ Գիտես որտեղ են ինչ են։ Բա չէ, չեմ զանգել, խառը մի բան անում են էլի այսպես։ Ես գոնե զանգում եմ, հարցնում եմ, հիշում եմ գոնե երեխեքին մեկ-մեկ։ Մեկ-մեկ չէ, անընդհատ հիշում Քեզ եմ։ ենք սպասում Ես գոնե տուն գալուց միշտ հաց եմ բերում, իսկ դու ընդհանրապես չես է մտածում, որ հաց կարող է տանը կա թե չկա։ Որովհետև գիտեմ, որ դու հաց բերել ես։ Ճիշտ Էլի Որովհետև այդ հացը ինքը հատուկ հացեր է ուտում ինչ որ։ Ես ին որտեղից ինչ հաց է գտնում, քունջուտ, մունջուտ, ես ին ինչ բա։ Այդ դրանք ես տեղերը չգիտեմ։ որտեղ է չգիտես։ Այնուհետ ես միշտ մտել եմ խանութ ին հին ձևով մասնակաշ։ Всё, վերջ։ Հետո Հա, ինչ, էլի հիշեցիր։ Եթե հիշել ես, ասա Արաքս։ Մի սպասիր քո հերթին։ Ես գոնե եթե ինչ որ մի բանից նեղվում եմ, ասում եմ սկզբում, որ այս ինչ բանը դուրս չի եկել։ Ինքը կարող է հերվից գա, կարող է երկար տանջի, մինչև վերջը մի Դականացի բան։ բնույթ Այդ ինչի համար է այդ Գուշակի- Շնորհակալ եղեք հուշումներ է տալիս, կարող ես բան չի եղել։ Հա, այդտենց էլ ասում եմ, բան չի եղել։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Դու մտածի։ Այո, Դե, դու արի մտածի, տեսի։ չէ՞։ Լավ էլ գիտես, յո, ես ինչ ասում։ Okay, ես գոնե մեքենայի տեխնիկական անսարքությունները հենց զգում եմ, ահա զանգը միացնում եմ կարմիր բոլոր լույսերը, ասում եմ անդո ավտոն լավ չի, դու խնդիր չկա, դու խնդրեմ ես սարքում, հետո տեսնում ենք որ կա։ Չկա։ Ինձ զանգեց, ասեց մեքենայի մոտորը խփել է, հերացի փողոցի վրա կանգնած եմ։ Խնդիր կար, Վերցնում եմ էվակուատորը, գնում եմ հասնում եմ այնտեղ, խոթում տալիս, մեքենան աշխատում է, մոտորը աշխատում է, քշելով բեկապ։ Իսկ ինչ էր եղել Ոչ մի բան։ Բենզինը երևի վերջացել Ոչ, Բենզինը ես չէր տուփից վերջացել։ չեմ։ Այնտեղ մի հատ ռեմենը մի թեթև Թեթև չէ, ռեմինը ընդհանրապես մի Ռեմենը մի հանձեր փոքր մնացել, իմ պոկվել էր։ բախտից էր, որ էդի դղ խփել է Ռեմենը մի մեքենա։ փոքր պոկվել էր, թփ կապոտի թփ, հա թփ, ձենը էլի։ Դղ։ Հասկացանք, այդ պոկեցի, զանգել ես, ասել է մոտորը խփել է։ Ասի լավ, ու քաշեցի ես կողմ։ Ինքը մեկ անենց ասում որ մեքենայից լավ ես գոնե չեմ ասում որ հասկանում եմ այդքան շատ ինքը գոնե չեմ ասում իսկ ինքը գալիս եմ չգիտեմ ինչի այն տակի կարբուրատորի տակից մի հատ ճտոց է գալի տարս դու գել դու այդ իշտը Հա, բայց ես մտահոգվում եմ, չէ՞։ Չէ, դու որտեղից գիտես էդի որտեղից իր, բայց չէ, բացարձակը տեղից չի լինում, այդ հետևից ալի։ Բագաժնիկի մեջ իր կոշիկների դրած կտկտոցն է, որ ամբողջ բագաժնիկը կոշիկ ու վիշինկա է։ Դու եթե ուզում եք հիմա մենք բաժանվենք, խնդրեմ շարունակեք։ Դու բայց խնդիր է, չէ՞ լինում մեկ էլ տեսնում ենք։ Ինչ է լինում։ Մեկ էլ տեսնում ենք բան, Դիլիջանի պավարոտների վրա թռավ այդ ինչը։ Ավտոյի մեջ սաղ ապրանք է։ Ես իմիջալոց նույն մեքենան երկուսով քշում ենք։ Մի մեքենա ունենք մենք։ Մեքենայի ամբողջ մեքենայի սիձեն այդ նստարանի տակ մանիկյուր, պամադա, չգիտեմ, դեզադորներ, ձեռքի կրեմներ, հետևը շոր, կաբլուկ, չգիտեմ ինչ ասես, կանացի սաղ։ Որ ընկերներս գալիս են մեր մեքենայով ինչ որ միտեղ պետքա գնանք, իմ մեքենայով ենք, ասում են
Անդես սա կանացի բաներ է ինչ որ ասում եմ ուշադրություն մի դարձրեք էտա Արաքս անցել է այստեղով։ Այո։ Լավ, հեսա հայլից ես Google-աներ բան կախած բան ես սորեմ Ես առաջարկ ունեմ։ Ամեն դեպքում քանի որ մենք շատ ենք սիրում ձեր ընտանիքը, թող վեճերը այսքանով սահմանափակվեն։ արդեն զգացիք չէ՞ մտել։ Եվ հաղթի ընտանեկան համերաշխությունը, բայց այս էներգիան պահեք, որովհետև վարկյաններ անց մեր տաղավարում կհայտնվեն մեր երկրորդ հյուրերը եւ կառաջարկենք խաղի տեսքով բազմապես փորձել ուժերը։ Եթե դեմ չեք։ Բոլոր դերասանները, նրանք էլ են դերասաններ, նրանց էլ կխաղան։ Շատ հետաքրքիր խաղ։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք շատ։ Հանդիսության օրը գալելու համար սիրով ձեր բակասի համար ինչպես Ոչ, ասում ոչ, մեզ համար շատ հաճելի է, շատ հաճելի։ Միկա բացահայտում արեց, որ դրանք մեկ ուղղից։ Դե արաքս ասես դու տղաներով պարզամետ եք մի ուղղությամբ եք նայում։ Մեկ դարակով, մեկ բանով, ես դրա համար իմ համար խելոք նստած եմ, վախենում եմ գալ կխփի։ Չէ, Արաքսը շատ բարի է։ Եվ որպես մեր զրույցի ամփոփում ինչ կմաղթեք, ինչ կասեք բոլոր այն մարդկանց, որոնք աշխատում են թատրոններում։ Ես ուզում եմ շնորհավորել բոլոր գոլեգաներին թատրոնի գեղեցիկ օրվա կապակցությամբ, շնորհավորում եմ ոչ միայն թատրոնի աշխատողներին, այլ նաև այն հանդիսատեսին, ով հավատարիմ հաճախում է թատրոն, սիրում է, հետաքրքրվում է թատերական արվեստով, բոլորի համար է դա տոն։ Մեր քաղաքը ինչ շատ թատրոններ ունի եւ դա գեղեցկացնում է հենց դա է գեղեցկացնում մեր քաղաքը։ Թող ավելի շատ անան։ Միանում եմ Անդրանիկի բարմաղթանքներին, պահակակետից, զգեստից, մինչև լույս տվողը, որ կարար քիչ տա ու լույսի մեջ չլինես, բոլորին շնորհավորում ենք, շնորհակալություն ենք հայտնում, սա ընդհանուր թիմային աշխատանք է, բնականաբար նաև հանդիսատեսին, որովհետև եթե հանդիսատեսը չի տալիս այդ ջերմությունը, փոխադարձ է ամեն ինչը, եւ նաև ես նաև շնորհակալ եմ ինչու, որովհետև թատրոնները հիմա ապրում են, կա հանդիսատես, կար մի ժամանակ այո չէին գալիս, ու շատ լավ հանդիսատես է գալիս է ու ասեմ մեկ պրոֆեսիոնալ քննադատություն ա լինում, որ այլևս կարծում եմ թատերական քննադատների գործը ձեռքներից վերցնում, որովհետև շատ տիպիկ բաներ են կարողանում ասել, եւ նաեւ կուզեի հետեւյալը, որ ինչ որ ավելի վերևներից, այսպես ասած, ավելի ուշադրություն լիներ դերասաններին, ասեմ ինչու, հիմա այսպիսի տպավորություն է, թե դերասանները բոլոր տեղերը վազում են, հնա լավ էլ ապրում են, բայց չէ, լավ կյանքից չի որ վազում են։ Ես կուզեի, որ լիներ ավելի, ոնց ասեմ, իրոք դա երեխաների պես, իրանք երեխաների պես են, իրենք ուզում են, որ իրանք գովեն, ասեն լավ են, որովհետև դրանից ոգևորվում են ու որոշում են, որ ավելին պետք է ստեղծել։ Մի տեսակ այդ վատ կենցաղը կիսելու համար չեն արվեստագետները։ Ես այդպես եմ կարծում։ Մենք եւս ասում ենք շնորհակալություն ձեզ, ձեր ստեղծագործական ճանապարհի համար, մաղթում ենք երազանքի ու երանելի դերեր ու process, որից կստանաք հաճույք ու երջանիկ պահեր, բայց խոսեցիք ամենակարևորի հանդիսատեսի մասին, հենց նրանց համար ձեր համար էլ սիրելի հեռուստադիտողներ ստեղծագործում են թատրոններում, ծնվում են նոր ներկայացումներ ու միակ խնդրանքն այն է, որ պետք է հանդիսատեսին հարիր լինել դահլիճում, չխանգարել ներկայացումը, հեռախոսի ձայնը անջատել ու այս փոքրիկ քայլերի օգնությամբ եւս մեկ անգամ դերասաններին ու ամբողջ թիմին թատրոնի կասեք շնորհակալություն ոչ միայն ծափերի, այլ նաեւ այսպիսի քայլերի տեսքով։ Թեման շարունակի մեր գործընկերը, ինչ մեր հյուրերը կհայտնվեն տաղավարում, դիտենք փոքրիկ տեսանյութ, թե ինչպես պետք է գնալ թատրոն, ինչ պետք չէ անել թատրոնում, էթիկայի կանոններ, որոնք պետք է ողջ կյանքի համար։